Իշխանությունները ինչ են ուզում հոգևոր դասից։ Դե իշխանությունները իրենց քաղաքականությունը նոր չի, արդեն տևական ժամանակ է, իրենք նպատակադրված, նպատակաուղղված հակաքարոզչություն են նախ իրականացնում եկեղեցու արժեքների ամբողջ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինստիտուտի, հետո արդեն անհատապես առանձին վերցրած հոգևոր հայրերի նկատմամբ գնաց այդ արշավը, հետո սրբազանների նկատմամբ արդեն սկսվեց այդ արշավը, դրա այսպես կուլմինացիան եղավ արդեն վեհափառ հայրապետի նկատմամբ այս հալածանքները եւ սա խոսում է նրա մասին, որ ոչ թե իրենց առանձին վերցրած այն մարդիկ, որոնք որ դեմ են իրենց քաղաքականությանը, կապ չունի հոգևոր դասի ներկայացուցիչ կլինի, մշակութային գործիչ կլինի, սպորտսմեն կլինի, իրենք նախ թիրախավորում են այդ մարդկանց, բնականաբար այդ մարդկանց վրա քրեական գործեր հարուցելով, այդ մարդկանց հետևողական իրենց այդ տեղեկատվական արշավն է սկսում այդ մարդկանց դեմ, հետո արդեն ամբողջ անհատների զերծ նաև ամբողջ ինստիտուտը թիրախավորում են, եկեղեցու ամբողջ ինստիտուտը թիրախավորում է եւ աննախադեպ չլսված, չտեսնված մի բան է տեղի ունենում հայ ժողովրդի պատմության մեջ, երբ որ արդեն վեհափառ հայրապետին սկզբից մենք զարմանում էինք, որ սրբազաներին են, այսպես ասած ձերբակալում, կալանքի տանում, հետո արդեն բանը հասավ արդեն վեհափառ տիրոջը եւ բարձ ասա ինչի է տանում նրան, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին որպես հայ ժողովրդի ինքնության, հենասյուն, պատնեշ, ամրոց, ինչ ուզում եք անունը դրեք, այդ առաջնագիծը, այդ պահապան վահանը ուզում են ջարդել, կոտրել, ուզում են պղծել այդ ամեն ինչը։ Ես հիշում եմ ամիսներ առաջ, երբ որ մենք հավաքվել ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներից եկել են եւ պաշտպանում էին այստեղ մայրաթոռը, վեհափառ տիրոջը պաշտպանում էին, հայ հենց նույն այս հատվածում տեղեր ունենում մի խուժանություն, վայրագություն, ոտնձգություն, այն նույն համբուրելի դուռը, որ հիմա մենք ներս ենք մտնում, այդ աճարը այդ դուռը ուղակի ոտքերով խփում էին այդ դռան եւ ամենաանպարկեշտ, ամենակեղտոտ, ամենաքստնելի հայտարարություններն էր արվում հոգևոր դասի ներկայացուցիչների հայ առաքելական Սուրբ եկեղեցու հասցեն։ Եվ որևէ մի արձագանք չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին եւ մինչեւ այս պահը որևէ մի գործողություն չեն իրականացրել, ասում եմ հացակազմ չկա, այսինքն իրենք կարող են ոտնահարել, հարվածել, խփել, ջարդել, ամենակեղտոտ հայհոյանքները հասցնել եւ այդտեղ հացակազմ չկա, բայց երբ որ կոնկրետ հոգեվորականներ, թեմի առաջնորդներ, վեհափառ տերը իր պաշտոն է որոշումներ կայացում, այդ որոշումներ կայացնելու համար ենթարկվում է հետապնդման։ Ես Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության հոդվածն եմ կոնկրետ մատնանշել, թե ինքը ինչ հանցագործություն է իրականացնում ոտնահարելով սահմանադրական դրույթը, սահմանադրությունը, որտեղ որ գրված է սևը սպիտակով, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Իսկ ձեր կարծիքով, եթե օրինակ կաթողիկոսը փոխվի եւ դառնա օրինակ Միքայել Սրբազանյանը, ապա Նիկոլ Փաշինյանը կհանդարտվի թե ոչ։ Նշանակում կաթողիկոսը փոխվի։ Ես այդ հարցի կներեք, բայց նախ անպատեհ անտեղին է, կաթողիկոսը ընտրվում է ցկյանս կաթողիկոսի իմ հաճույքով, ձեր հաճույքով է մեկ է մյուսի չի կարող կաթողիկոս փոխվել։ Դա լիազորությունը դրա իրավունքները ունի հոգևոր խորհուրդը, եթե ես չեմ սխալվում, որ ինչ որ արտակարգ դեպքերով պայմանավորված անգործության եւ այլ, ինչ որ այնտեղ կան ինչ որ դրույթներ, կներեք ես տենց այդ բաժինը շատ սենց լավ չեմ տիրապետում, բայց ամեն ինչքանով որ ես տեղյակ եմ։ Մնացած պարագայում անընդունել է, ինչ անշանակում կան նոր իշխանություններ եւ այդ իշխանությունները մտածեն, որ լավ, էս իրենց հաճո չի, իրենց սրտին հաճո չի, փոխեն մի ուրիշ կաթողիկոսով, կամ մի ուրիշ սրբազանով, կամ մի ուրիշ հոգևորականով, չի կարող նման բան տեղի ունենալ։ Իսկ ինչպես եք դուք տեսնում ընդդիմության հակազդումը, հա, այս անօրինական գործընթացներին։ Ընդդիմությունը պաշտպանիչ վահանի դեր ստանձնի, առաջնագծումը լինի, առաջին շարքերում լինի, ինչպես որ միշտ եղել է, այս տարիների ընթացքում
կդրեք անհամեստության համար ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչներ եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժեր ես շատ եմ տեսել ոնց են կանգնել, պաշտպանել իրենց ասպես անձնազոհությամբ, նաև անձնազոհության դրսևորումներ նկատի հենց այդ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած այդ հայտնի վայրագությունների առաջին շարքերում հենց այդ մարդիկ են, որոնք իրենց մարմնով պաշտպանում են մայրաթորը, սա ոչ թե քաղաքական ավելի շատ, այլ ենթատեքստ ունի, էլի, այլ խորհուրդ ունի, բայց ամեն դեպս գալով նրան, որ ինչ պետք է անի առհասարակ ոչ թե ոչ միայն ընդդիմությունը, հայ մարդը, հավատացյալ մարդը, խորը հավատք ունեցող մարդը, անկախ իր քաղաքական նախընտրություններից պետք է պաշտպանի հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Էսի ճաշակի հարց չի։ Այս մեկին սիրում ենք, այն մեկին չենք սիրում, այս մեկը մեզ համար հաճելի է, այս մեկը այդքան էլ հաճելի չի, այս մեկի հետ մենք մոտ ենք, այն մեկի հետ մենք մոտ չենք, այս մեկը մեր քիմքին հաճո բան ասեց, այն մեկը հակառակը, այդ ամեն ինչից պետք է մենք վերանանք։ Դուրս գանք այդ ամեն ինչից, որովհետև դա ծուղակ է։ Դա մեզ լավ տեղ չի տանում։ Այս օրակարգը առհասարակ Հայաստանի Հանրապետությունը պետք է չլիներ, բացառվեր նման բանը, բայց ոչ մի բան չենք կարող փոխենք, ունենք այն ինչ որ ունենք, բայց պետք է գոնե թե այս իրավիճակում կարողանանք այնքան խոհեմություն ունենանք, այնքան շրջահայաց լինենք, այնքան հեռատես լինենք ու այնքան խոհեմ լինենք, որ գոնե թե այս իրավիճակում այս պահին մենք տեսանք նաև որ դատավոր ինքնաբացարկ հայտարարեց, ես հույս ունեի որ կկարճվի առհասարակ այս գործը հենց առաջին իսկ դատական, բայց եղավ այն ինչ որ եղավ, բայց շատ արագ պետք է այս էջը փակվի, այս ամոթի նոր էջ բացվի եւ այս ամոթի այս ժամանակահատվածը ի վերջո դառնա որպես պատմություն եւ վատ օրինակ, որ ինչ չպետք է երբեք տեղի ունենա Հայաստանի Հանրապետության եւ հոգեվոր կյանքում եւ քաղաքական կյանքում եւ առհասարակ մեր միջավայրում։